Տիկին Թանդիլյան, ձեր հացադուլի 11-րդ օրն է արդեն, այսօր կրկին ձեր ինքնազգացողությունը վատացավ, այժմ ինչպես եք ձեզ զգում, ինչպես է ձեր ինքնազգացողությունը։ Ցուցանիշները սկսել են վատթարանալ, ակնհայտորեն ջրազրկվում եմ, ճնշման խնդիրներ եմ ունենում, նաև հաճախասրտություն, մի քիչ այլ նաև խնդիրներ արյան հետ կապված, գլյուկոզայի եւ այլնի, բայց դեռ դիմանում եմ, հիմա մարդիկ նաև տեսնում են, չէ, ինձ եւ սա 11-րդ օրն է, հիմա պատկերացրեք Ռուբեն Վարդանյանի 22-րդ օրն է ու արդեն երկրորդ հացադուլը, սա իր կյանքի համար անդառնալի հետևանք թողող հացադուլ է, դրա համար է սա, որովհետև ես գիտեմ, մի քիչ գիտակից մարդով կարդալ գիտի, կարող է ծանոթանալ, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմում, երբ շարունակական է լինում եւ երկարատև, եւ ես ու իմ ընկերների խնդրանքը իրեն այն է, որ ինքը ողջ մնա, ամուր մնա, ֆիզիկապես, հոգեպես ու բարոյապես յուրաքանչյուրիցս ամուր է իր ձայնային հաղորդագրությունը վկա, բայց մենք իր կարիքն ունենք այստեղ հայրենիքում եւ ես հուսով եմ, որ ինչ-որ մի պահի ականջալուր կլինի բոլոր մարդկանց խնդրանքին դադարեցնելու հացադուլը եւ պահպանելու իր առողջությունը, այն որ նա ըստ էության պահանջներ է դրել, որոնց պատճառով էլ սկսել է հացադուլը, մեզ բոլորիս պիտի հիշեցնի, որ մենք բոլորս բավարար չենք արել, որպեսզի այդ ծայրահեղ քայլին Ռուբեն Վարդանյանը չդիմի։ Հիմա մեր դաշտում է նաև անելիքը, մենք պիտի հետևողական լինենք հայ գերիների վերադարձի պահանջում։ Մենք էլ ցավոք սրտի եկեք ընդունենք, որ դատից դատ ենք հիշում իրենց մասին լավագույն դեպքում։ Ավելորդ է խոսել այն մարդկանց մասին, ովքեր ընդհանրապես չեն հիշում եւ տրված են իշխանական զվարճանքների, իրենց գործառույթները մոռացած։ Հետևաբար մենք պիտի որպես հայ ժողովուրդ ինքներս այդ գործը վերցնենք մեր ձեռքը, պահանջատեր լինենք եւ մեր արժանապատվությունը վերականգնենք Բաքվի բանտերից հայ գերիներին վերադարձնելու։ Հացադուլը դադարեցնելու մասին չեք մտածում, քանի որ ձեր ինքնազգացողությունը վատանում է անդադար։ Ես ասել եմ, որ իմ խնդրանքի մեջ նաև ժամկետ կա ըստ էության, ու նաև ես այո հետևում եմ, բժիշկները հետևում են իմ առողջությանը եւ իրենք ինձ ասում են ցուցանիշները, այո պնդում են, որ արդեն պիտի դադարեցնեմ, սկսում է դառնալ անդառնալի, բայց այս պահին նման որոշում չունեմ, եկեք սպասենք, տեսնենք, այսօր դատն է, գիտեք, Ռուբեն Վարդանյանի, երեկ էլ մեր մյուս գերիների դատներ, տեսնենք ինչ ընթացք ունի, ինչ վիճակում է, ես ուզում եմ ինքը իմանա, որ միևնույնն է, մենք սպասում ենք իրեն ամեն գնով, ինչպես ինքը ամեն գնով պայքարում է։ Իսկ միգուցե Վարդանյանն իմանալով հացադուլի մասին, որն իրականացնում եք եւ դադարեցնում եք, այդ քայլով ավելի լավ իրեն զգա։ Գիտեք, ես հացադուլի սկզբից էլ ասել եմ, ես ամենևին համոզմունք չունեմ, ոչ էլ պատկերացու, որ ահա նա կիմանա մեր հացադուլի մասին եւ կդադարեցնի։ Նա շատ սկզբունքային իր որոշումների եւ պատկերացումների տեր մարդ է եւ նա անելու է իր անելիքը ամենևին։ Սա ուղղակի նպատակ ուներ ասելու իրեն, որ մենք սպասում ենք իրեն այստեղ։ Այնպես որ չեմ կարծում, որ նաև թեկուզ այդ քայլը կարող է առիթ հանդիսանալ։ Ես կարծում եմ, որ նա ունի իր ծրագիրը եւ հետևում է դրան, եւ ես շատ ողջունում եմ իր կողքին եմ, իր յուրաքանչյուր որոշման կողքին եմ եւ ոչ մի բան ամենևին կապ չունի։ Ես ավելի մեղավոր եմ զգում, որ մենք չենք արել բավարար, որպեսզի նա այդ քայլին չդիմի։ Իմ դասը այս ամեն ինչից դա է, որ մենք բոլորս հայ ժողովուրդ արդեն խոսում մեր մասին, հայ ժողովուրդն է։ Պիտի պահանջատեր լինենք, պիտի կանգնացնենք այս խայտառակ ֆարսը, որ տեղի ունենում Բաքվում։ Իսկ Վարդանյանի ընտանիքի կողմից ինչ-որ արձագանք ստացել եք։ Այո, իհարկե խոսել ենք բարբերաբար, նրանք ինձ են ճանաչում, գիտեն, որ կարիք չկա ինձ հորդորելու, նրանք գիտեն իմ վերաբերմունքը Ռուբեն Վարդանյանին եւ իր հրաշալի փայլուն ընտանիքը իր կարիքը ամենքիցս շատ ունի եւ բնական է, որ նրանք շատ սրտացավ են յուրաքանչյուր հարցում եւ հենց նաեւ դրա համար, որտեւ գիտեմ, թե ինչպիսի ընտանիք ունի ետևում, ուզում եմ, որ անպայման ողջ առողջ վերադառնա իր ընտանիքը։